ո՞նց մտաք։ Ես ուզում եմ Վահանին տեսնել։ Վահանին։ Մի րոպե սպասեք։ Շուտ կանչեք։ Աթև ջան, դու գնա։ Լավ։ Ոնց կարող էի դիման բան անել։ Հա՞։ Ոնց կարող էիր։ Ինչ ա եղել։ Ախր Մոնիկան պապայի կինն է, Վահան։ Դու Մոնիկայի հետ զզվում եմ քեզ։ Հանգստացի։ Դու ինձ պետք է բացատրություններ տասնում ես։ Ինչ ես այստեղ տեսարաններ սարքում։ Դու չես հեռացել ինձանից։ Ու միշտ էլ դու ես ինձնից փախնում։ Ես ստիպված էի գնալ։ Վրեժը հայտնվեց ու ինձ ստիպողաբար տարավ։ Ինչ։ Հա, ինքն է ինձ ստիպել, որ ես քեզ զանգեմ։ Բա ինչ ինձ ոչ մի բան չէիր ասում։ Վրեժը Այդային սպառնում էր, ես ուրիշ ելք չունեի։ Ոնց սպառնում էր։ Վրեժը իմացել է, որ Այդան Ռուսաստանում հետախուզման մեջ է ու սպառնում էր, որ Այդային կհանձնի ոստիկանությանը։ Ոնց։ Ով ասել։ Չգիտեմ, Վահան։ Աստորեն Այդան ձեզ հետ է եղել։ Հա, ինքը մեզ հետ է եղել։ Շատ էր վախեցել։ Ինձ երեք ոչ մի բան չասեց։ Դու քեզ ոչինչ չեր ասի։ Ինչի չի ասել։ Վրեժը գիտի այդ շատ լուրջ է։ Չգիտեմ, Վահան, գնա քրոջիցդ պարզի։ Ես մենակ գիտեմ, որ քեզ էլ չեմ ուզում տեսնել։ Սպասի։ Աստորեն սա դու քո ընկերու համար ես արել, չէ։ Ես էլ գիտեի մտքա փոխվել ես։ Հա։ Արդեն մտափոխվել եմ։ Դու Մոնիկան։ Զզվում եմ թե քեզնից ու թե Մոնիկայից։ Աստորեն այդ աղջիկը հիմա հետախուզման մեջ է։ Հա, վռամ, այդ բանկը 3 հոգու անունով է։ Մեկ այդ աղջիկա Հերն է, որ հիմա նստած է։ Իսկ Այդան ու մյուս աղջիկը թռած են։ Ապրես վրեժ, շատ օգտակար ինֆորմացիա ասացիր։ Վռամ, Նվարդը գիտեր, որ քայլում ես։ Հա, գիտեր։ Նույնն էր Վահանին ասել։ Ուրեմն էլ ձևացնելի իմաստ չունի։ Չգիտեմ, վրեժ, չգիտեմ։ Ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ Նվարդը լսել անգամ չուզեց Պապկենիչի դեմ ինչ-որ բան ձեռնարկելու մասին։ Իսկ ինձ թվում է, որ նա կուզենար ազատվել Պապկենիչի ճնշումներից։ Ազատվել։ Վռամ, խոսակցություններ են պատտվում, որ Պապկենիչն ու Նվարդը իրար հետ են։ Լուրջ ես ասում։ Ասում եմ այն, ինչ լսել եմ։ Եթե տենց է, ուրեմն ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Աստորեն այդ բիձո ուղեղը 1000-ի վրա աշխատում է։ Ամենահեշտ ճանապարհն է ընտրել ամեն ինչ իրանով անելու համար։
Ստացվում է, որ Բաբկենիչը հենց դրա համար էլ եկել է։ Ես պարզել եմ, որ Մոսկվայում դրա գործերը այնքան էլ լավ չեն։ Ինչ-որ բիզնեսներ ա ունեցել, որ հիմա չկա։ Բիձեն հաստատ մտադրություն ունի բիզնես լեգիոնը Իրանով անել։ Իսկ փայատերերը գիտեն այդ միության մասին։ Լսած կլնեն էլի։ Լսի վրեժը։ Ամոյին Վազգենին ու Խաժակին իմաց ես տալիս։ Ուզում եմ հետ նրա հանդիպել ու լուրջ խոսել։ Եղա վրամ, ասա երբ։ Թեկուս հենց այսօր։ Սպասի, այսօր Վազգենի ծնունդը չէր, կարծեմ մենք էլ հրավիրված ենք։ Ոցի մոռացել։ Եթե գնալու ենք, ուրեմն չենք կարա հավաք կազմակերպել։ Չէ, վրեժ, ես չեմ ուզում գնալ։ Հավես չունեմ այդքան մարդու մոտ ինվալիդ ձևանալ։ Վրամ, սաղ իրար գլխի են հավաքվելու։ Հաստատ այդ Բաբկենիչն էլ կլնի, բաժնետերերն էլ կլնեն, նվարտն էլ կլնի, ու հաստատ գործերից են խոսալու։ Մի քիչ էլ քեֆները կլավանա, ափր-ցփր որոշումներ կկայացնեն։ Վրամ, քո գնալը պարտադիր է։ Ճիշտ ես ասում։ Լավ, որտեղ են նշելու, իմացել ես։ Գասպարի բառում։ Ինչ Գասպար։ Են իշխանի ընկերոջ։ Վազգենն ու Գասպարը վաղուցված ծանոթներ են, որոշել է տեղ նշի։ Ես չէի ուզենա այս վիճակով գնալ։ Ուրեմն ոտքով արի, էլ ձևացնելու ինչ միտք կա։ Վատ բան չես ասում, վրեժ։ Բայց ես փայատերերի հետ կապված պլաններ ունեմ։ Ինձ պետք է, որ նրանք ինձ վստահեն։